Հրապարակ թերթը գրում է իշխանական կուլիսներում մտահոգված քննարկում է Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցը։ Հուլիսի 6-ին Եկատերինբուրգում անցկացված միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի մասնակցելու մեկնած Նիկոլ Փաշինյանը, որը ինքն էր նախաձեռնել այդ այցը, թերթի տեղեկություններով չի կարողացել համոզել Մոսկվային եւ կատարել իր հրապարակային խոստումը՝ լուծել արտահանումների հարցը։ Ռուսական կողմը սառնասրտորեն լսել է նրան եւ կրկնել նախորդ պատասխանները՝ ձեր ապրանքները չեն համապատասխանում մեր շուկային։ Իրականում պարզ է, որ Փաշինյանին մղում են հստակ ընտրություն կատարել Ռուսաստանի Դաշնության եւ Եվրամիության միջև։ Նրանց անգամ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը չի հետաքրքրում։ Պահանջը մեկն է՝ հրաժարվել թրիփից եւ Եվրամիության հետ խաղեր չտալ։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում եւ իշխանական տարբեր օղակներում ակտիվորեն քննարկվում է ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի վերականգնման հարցը։ Թերթի տեղեկություններով մասնագիտական շրջանակները շարունակ վարչապետին ներկայացնում են այն հիմնավորումը, որ տարիներ առաջ ընդունված որոշումը ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումը լուծարելու եւ դրա լիազորությունները քննչական կոմիտեին փոխանցելու վերաբերյալ գործնականում չի արդարացրել սպասելիքները։ Փաշինյանը ըստ արդեն տվել է քաղաքական համաձայնությունը, որպեսզի գործընթացը սկսվի, թե ինչ ժամկետում այն կմտնի գործնական փուլ, առայժմ հստակ չէ, սակայն իշխանության ներսում նման սցենարն այլևս բացառված չի համարվում։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով ՔՊԱ-ական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վերջերս դիմել է Միացյալ Նահանգների Լոս Անջելեսյան հայկական մաֆիոզ շրջանակներին, որպեսզի իրեն աջակցեն խոշոր փողերի օրինականացման հարցում։ Պաշտոնյան նախապես ճշգրտումներ է արել, որպեսզի հետո խոշոր գումար Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխի, ապա մաֆիայի օգնությամբ այդ գումարներն օրինականացնեն, ինչն էլ իրավական լեզվով ասած փողերի լվացում է նշանակում։ Սովորաբար հայկական մաֆիան նման լվացքի միջոցով օրինականացնում է նարկոտիկի վաճառքից գոյացած միջոցները, բայց այս պարագայում ամերիկյան հանցավոր հայ շրջանակին հայտնի չէ փողերի ծագման աղբյուրը։ Գրում է թերթը։ Փաստ թերթը գրում է ազգային ժողովի կանոնակարգ օրենքում գրված է, որ առաջին նստաշրջանի բացման արդիվ ողջունի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը եւ ամենայն հայոց կաթողիկոսը։ Կաթողիկոսը բոլոր նախին գումարումների առաջին նիստերին ներկա է եղել եւ ելույթ է ունեցել։ Թերթի տեղեկություններով Փաշինյանը, ինչպես եւ սպասելի էր, կտրականապես դեմ է, որ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցի առաջին նիստին եւ ելույթ ունենա։ Ըստ այդմ ամեն ինչ անելու են նիստն առանց կաթողիկոսի անցկացնելու համար։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանին նշանակետում են հայտնվել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ինչպես նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նշված պաշտոնյաներից ոմանց դեպքում քննարկվում է պաշտոնական տեղափոխության տարբերակը, իսկ մյուսների քաղաքական ապագայի վերաբերյալ իշխանության ներսում շրջանառվում է մեկ այլ սցենար՝ իշխանական բառապաշարով ասած Ալեն Սիմոնյանի մոտ քաղաքական կապիտալում։ Փաշինյանը բազմիցս նշել է, որ իրավապահ մարմինները պետք է կարողանան ապահովել ոչ միայն բարձր հանրային արձագանք ստացող գործողություններ, այլև արագ, արդյունավետ եւ կանխատեսելի նախաքննական ու դատավարական ընթացք։ Թերթի տեղեկություններով կառավարության նոր կազմի ձևավորումից հետո Փաշինյանը մտադիր է անցնել նաեւ դատական իշխանության հերթական վերաձևավորմանը։ Գրում է թերթը։